Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ներքաղաքական, այլև տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից։ Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ թուրքական մամուլում ակտիվորեն խոսվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին։ Միաժամանակ տարբեր են նաև արտաքին դերակատարների արձագանքները, Վաշինգտոնի բացահայտ աջակցությունից մինչև Մոսկվայի զգուշավոր գնահատականներ։ Ինչ կարող են փոխել ընտրությունների արդյունքները տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, որոն Պետրոսյան նախ շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Այսպիսով ինչ քաղաքական ուղերձ են հղում ընտրությունների արդյունքները հայաստանյան արտաքին դերակատարներին ու առհասարակ նաեւ մեր տարածաշրջանին։ Շնորհակալ եմ, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, իհարկե կանխատեսել է, որ Հայաստանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ խորքային, այսպես արմատական փոփոխություններ տեղի չեն ունենա, այսինքն այն ինչ տեղի ունեցել հատկապես 2022-23 թվականից հետո եւ մասնավորապես արդեն Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա ուղղություններում 25 թվականի օգոստոսից հետո այդ ուղղությունները այսպես կշարունակեն գուցե ավելի արագ տեմպով զարգանալ, խորանալ եւ հաշվի առնելով բնականաբար նաեւ այն հանգամանքը, որ հայաստանյան ընտրությունները ընդ որում ինչպես վերջին տարիների ընթացքում բոլոր ընտրությունները, ընտրական գործընթացները այն երկրներն, որտեղ բացարձակ ավտորիտարիզմ չկա, դրանք եղել են որոշակի առումով աշխարհաքաղաքական մրցակցության հարթակներ եւ հաշվի առնելով այն որոշակի անորոշությունները, որ կային մինչեւ ընտրությունները եւ ընտրությունների արդյունքներով արդեն այդ անորոշության աստիճանական փարատումը բնականաբար նաեւ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ հարաբերությունները եւս կդրսևորեն էլի շատ ավելի կանխատեսելի ընթացք։ Դիցուք օրինակ Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ ավելի ակտիվ համագործակցություն, իսկ Ռուսաստանի պարագայում գուցե արդեն ռուսական կողմից որոշակի դիրքորոշման փոփոխություն կամ ավելի ակտիվ դերակատարում ուրեմն հարավկովկասյան պրոցեսներում եւ գուցե նաեւ Հայաստան-Ռուսաստան ուրեմն հարաբերություններում, այսինքն առաջիկայում մենք տեսնենք Ռուսաստանի քաղաքականության որոշակի փոփոխություն գուցե։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև այն, որ Մոսկվայից պաշտոնապես չեն շտապում շնորհավորել Հայաստանին ընտրությունների արդյունքների հետ կապված, ավելին այնտեղ նաև ասում են, որ արձանագրվում են բողոքները, ընտրախախտումները եւ այլն եւ այլն։ Դե տեսեք, վստահաբար, եթե դիտարկում ենք, իսկ այդպես էլ կա, որ Հայաստան ընտրություններում եւս կար աշխարհաքաղաքական մրցակցություն, իսկ այս մրցակցությունում բնականաբար Ռուսաստանը չշահեց եւ հետեւաբար այս արդյունքները, որոնք ձեռնտու չեն Ռուսաստանին, Ռուսաստանը մինչեւ վերջ փորձելու է այսպես չընդունել որպես փաստ եւ փորձել խաղալ հնարավոր հետընտրական պրոցեսների վրա, եթե այդպեսիք լինեն։ Սա է պատճառը, որ Ռուսաստանը ձգձգում է եւ գուցե իհարկե չի բացառում, որ Ռուսաստանը ընտրությունների արդյունքների ճանաչումը փորձի օգտագործել Հայաստանի հետ, Հայաստանի իշխանությունների հետ բանակցային գործընթացներում նրա հետ առանձին հարցեր քննարկելով այսպես ակարկության թեմա դարձնելով, սա եւս հնարավոր տարբերակ է։ Այսինքն հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները։ Այդ քաղաքական ազդակները դուք զգում եք այսքանի օրերին Մոսկվայից հնչող հայտարարություններից։ Տեսեք, Հայաստանում ընտրությունների արդյունքների չճանաչումը Ռուսաստանի կողմից դա կլինի ծայրահեղական սցենար։ Այսինքն դա կնշանակի, որ Ռուսաստանը փաստացի հրաժարվում է Հայաստանում նորընտիր եւ նույն իշխանության հետ, նույն կառավարության հետ համագործակցել։ Այսինքն սա նշանակում է նաեւ կամ տրամաբանորեն տանում է նրան, որ հնարավոր է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների խզում։ Բայց եկեք մեկ այլ կողմից դիտարկենք process-ը, արդյոք դա ձեռնտու է Ռուսաստանի եւ պետք է ընդհանրապես կամ ուզում է Ռուսաստանը նման սցենար, այսինքն Ռուսաստանը դրա համար պետք է ունենա ծայրահեղական քայլերի գնալու տարբերակներ, այսինքն Հայաստանի ներքաղաքական պրոցեսների միջամտելու տարբերակներ։ Այս պահին նման սցենարի հավանականություն չկա, որովհետեւ այդ սցենարը հնարավոր է, եթե Հայաստանի ներսում լինի նմանատիպ օրակարգ, այսինքն ընդդիմադիր ուժերը, որ հրաժարվեն
ուրեմն քաղաքական օրակարգից եւ դուրս գան փողոց վիճարկեն ընտրությունների արդյունքները, այսինքն process-ները քաղաքական հարթակից տեղափոխեն փողոց։ Նման միտումներ այս պահին տեսանելի չեն, դրանց համար փաստական հիմքեր էլ չկան, որպեսզի ընդդիմությունը գնա նման, այո, փորձեր արում է քարոզչական օրակարգ ձևավորել, նաև քաղաքական օրակարգ ձևավորել, բայց միտումներն այս պահին չեն նման միտումներ չեն արձանագրում եւ դրան գումարացել որքան process-ը ձգձգվում է, այսինքն այս անորոշությունը շարունակվում է, անդիմադիր քաղաքական ուժերի իրենց հետագա գործողությունների մասով չկողմնորոշելու հետ կապված, բնականաբար հասարակական ակնկալիքներն էլ եւ այդ ընտրական ուրեմն էմոցիաներն էլ հասարակության մեջ սառում են եւ բնականաբար հետընտրական process-ները փողոցում իրենք աստիճանաբար գործում են հնարավոր արդյունավետության ուրեմն չափորոշիչները, բայց Ռուսաստանի կողմից կարծում եմ, որ այս պահին չշտապելը երկու հիմնական նպատակ է հետապնդում։ Առաջինը ակնկալել տեսնել թե ներքաղաքական դաշտում ինչ է տեղ ունենալու եւ եթե այնուամենայնիվ ընդդիմությունը ընդունի ինչ որ դիրքորոշում քաղաքական մակարդակում եւ դիցուկօրինակ թեկուզ չգնալ խորհրդարան, բայց փողոց էլ դուրս չգա, այս պարագայում արդեն արդյունքների ճանաչում ընտրությունները Ռուսաստանը կօգտագործի որպես սակարկությունների թեմա Հայաստանի նոր կառավարության հետ։ Իսկ նախընտրական այդ շրջանում անընդհատ ամեն օր այդ սահմանափակումները, որ մտցվում էր, Հայաստանի իշխանությունները վստահություն ունեին, որ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Կարծում եք այդպես էլ կլինի։ Գոնե հիմա հայտնի դարձավ, որ նախընտրական շրջանում ընտրություններից առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանը կանչվեց Մոսկվա խորհրդակցությունների, արդեն վերադարձել է։ Այսպես գնալով կմեղմվի նաև այդ սահմանափակումները։ Տրամաբանությունը հուշում է, որ հարաբերությունները պետք է արագ վերականգնեն, որովհետև ես կարծում այնուամենայնիվ Ռուսաստանը չունի այս պահին սցենար ակտիվ գործողությունների մեջ ներքաշվել Հայաստանի Հանրապետություն կամ ստեղծել ճգնաժամ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում։ Նախընտրական շրջանում Ռուսաստանի գործողությունները կանխատեսելի են, դրանք միտված էին ուրեմն հայաստանյան քաղաքական դաշտում ավելի պրոռուսական դիրքավորում ունեցող քաղաքական ուժերին աջակցությանը, բայց ինչպես ցույց տվեց ներքաղաքական եւ նաեւ ընտրական process-ը դրանք ունեցան հակառակ ազդեցություն, այսինքն անընդհատ սպառնալիքների, սահմանափակումների այս քաղաքականությունը դա ավելացրեց հակառուսական տրամադրությունները։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կշահեր եւ նաեւ Ռուսաստանի աջակցությունը իր համար շատ ավելի ձեռնտու քաղաքական ուժերին շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Ռուսաստանը դրական օրակարգով հանդես գար, այսինքն օրինակ նոր խոստումներ տար Հայաստանի հետ համագործակցության մասով, նոր առավելություններ խոստանար հայկական բիզնեսին, Հայաստանի նույն էներգետիկ ոլորտում, օրինակ ոչ թե խոստանար օրինակ գազի սակագնի վերանայում Հայաստանի բացասական սցենարով, այլ խոստանար, որ հնարավոր է գազի գնի իջեցում, կարծում եմ նման խոստումները շատ ավելի դրական էֆեկտ կունենային։ Հիմա այնուամենայնիվ կարծում էլի Ռուսաստանը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների սրման եւ ընդհանրապես իր համար նոր այլ ճգնաժամ ստեղծել, որտեղ Ուկրաինայում էլ այս պահին կան լուրջ բարդություններ եւ հնդածս աստիճանաբար փուլարփուլ հարաբերությունները բնականon հունք ստանան, ամեն դեպքում տրամաբանությունը այս մասին է խոսում, կապրենք տեսնենք։ Պարոն Պետրոսյան, մյուս կողմում ունենք Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորանք, որտեղ կար նաև այսպիսին գծում, ես հպարտ եմ բովանդակություններ, այդպիսին, որ աջակցեցի Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։ Միացյալ Նահանգների նախագահի այս շնորհավորական ուղերձը ինչ քաղաքական ուղերձ ուներ իր մեջ։ Այստեղ էլ տեսեք էլի աշխարհակաղակական մրցակցության հանգամանքը պետք է ֆիքսենք, մյուսը Դոնալդ Թրամփի կողմից հերթական իր համար հաջողության ամրագրում, այսինքն նա աջակցել է մի տեխնացուի Հայաստանի ներքաղաքական process-ներում, ընտրական process-ներում, որը հաղթել է եւ նաեւ հաշվի առնելով հենց Փաշինյան-Թրամփ անձնական հարաբերությունները։ Սա ձևական կողմ, իսկ բովանդական առումով բնականաբար Միացյալ Նահանգների համար էլ չափազանց կարևոր էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակը, որովհետեւ հենց գործող քաղաքական ուժի հետ համագործակցության արդյունքում են ձեռք բերվել այն կարևոր պայմանավորվածությունները, որոնք էականորեն եւ աննախադեպ կերպով
մեծացրել են Միացյալ Նահանգների ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Հենց այս պայմանավորվածությունների արդյունքում է, որ օրակարգում կա արդեն ստորագրված TRIP նախագիծը, երկկողմ բավականաչափ ակտիվ եւ բազմաշերտ համագործակցություններ են սահմանվում Հայաստանի հետ առանձին, Ադրբեջանի հետ առանձին եւ իհարկե նաեւ Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա այս երկու տարածաշրջանների հետ զուգահեռաբար, այսինքն այս ամեն ինչը չկարևորել բնականաբար Միացյալ Նահանգների կողմից ճիշտ չի լինի եւ կարծում հենց նախընտրական շրջանում էլ Միացյալ Նահանգների ակտիվությունը, նույն Ռուբիոյի այցը եւ համաձայնագրի ստորագրումը, Տրամպի բացահայտ աջակցությունը հենց միտված էին նրան, որպեսզի ընտրություններում գործող իշխող քաղաքական ուժը հաղթի եւ բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը շարունակվի այն տեմպերով, որոնք ուրեմն սկսվել են, մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից։ Այդ դեպքում կարելի է ասել, որ հաշվի առնելով նաև թե Ռուսաստանից, թե Միացյալ Նահանգներից հնչող եւ ցուցաբերվող այս աջակցությունը գալիս է իդերև հանելու, որ Հայաստանի շուրջ ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Տեսեք, ես պատահական չէ, որ նախնական խոսքումս նշեցի 2020, բայց հատկապես 22 թվականից հետո ցանկացած երկրում, ընդ որում երկրի մասշտաբը կապ չունի, որտեղ ընտրական process-ը, որտեղ աշխարհակարգի փոփոխությունը մեծ թափ ստացավ, հենց 2022-ին ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այդ ժամանակ Ռուսաստանի դիրքերը սկսեցին թուլանալ, իսկ նրա հակառակորդները սկսեցին բոլոր հնարավոր ուղղություններով ուրեմն հարձակումներ գործել Ռուսաստանի դիրքերի դեմ, թե քաղաքական առումով, ինչու ոչ նաև ռազմական առումով, դիվանագիտական, քարոզչական եւ այլն եւ այլն։ Հիմա նույն այս պարագայում անգամ Թուրքիայում վերջին նախագահական ընտրությունները էլի աշխարհակաղական մրցակցության լուրջ տարրեր էին պարունակում իրենց մեջ։ Ամենավերջին օրինակները բերենք դարձյալ, Հունգարիայում տեղ ունեցած ընտրությունները, սրանց մեկ տարի առաջ մոտավորապես Մոլդովան, դրանց առաջ Վրաստանը, այսինքն բոլոր հնարավոր երկրներում, որտեղ կան աշխարհակաղական շահերի մրցակցություն, այդ մրցակցությունը դրսևորվում է եւ բնականաբար աշխարհակաղական բևեռներից յուրաքանչյուրը ունի իր համար նախընտրելի քաղաքական ուժ կամ ուժերի բլոկը եւ աջակցում է դրան։ Դա շատ բնականon գործընթաց է։ Պարզապես այստեղ ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանի կողմից կարծում եմ ավելի կոշտ մեթոդների գնալու եւ այս մրցակցությունը սրելու հավանականությունն է ավելի քիչ։ Եթե Ուկրաինայում այլ իրավիճակ ուներ, գուցե կարելի էր Ռուսաստանից ակնկալել ավելի սուր եւ կտրուկ գործողություն եւ նաեւ Հայաստանի ներսում լինեն նման տրամադրություններ։ Բայց քանի որ երկու գործոնն էլ այս պահին չկա, կարծում եմ Ռուսաստանը կփորձի ավելի ընդունել իրավիճակը եւ գործել ըստ իրավիճակի, մանավանդ որ առանց դրա էլ Ռուսաստանի ձեռքում դեռևս շարունակում ունենալ որոշակի գործիքներ, որով նա կարողանա ազդել այս մրցակցության ընթացքում իր դիրքերն ամրապնդելու համար։ Նույն տնտեսական գործոնը, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունները, քաղաքական հարաբերությունները, էներգետիկ ոլորտը, որը եւս չափազանց կարեւոր է, Հայաստանի ներսում Ռուսաստանի կողմից այդ հարավկովկասյան երկաթուղիների տնօրինման հանգամանքը եւ այլն, այսինքն կան գործիքներ, որոնք այս բան շատ կարեւոր են եւ նաեւ կարող են Հայաստանի համար, ուրեմն նույն Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական միության հետ համագործակցությունը ավելի խորացնել, այսինքն Ռուսաստանը բերելու է, ինքը գուցե փորձելու է ստեղծել օրակարգեր խոչընդոտելու համար Երևանի եւ Արևմտյան մայրաքաղաքների միջև եղած օրակարգերը։ Իսկ հնարավոր է Հայաստանը այս 5 տարիների ընթացքում գոնե բարձրացնի հարցեր Ռուսաստանի հետ կապված նույն ռազմաբազայի հետ, որովհետև փորձագիտական տարբեր մակարդակներում, հատկապես արևմտամետ դետուղությունները, շուրջ խոսող փորձագետները, վերլուծաբանները միշտ այդ հարցը բարձրացնում են, որ հնարավոր չի Արևմուտքի հետ գնալ վերջնական հարաբերությունների հաստատման, նաև Եվրամիության անդամագրման, եթե քո տարածքում կա ռուսական ռազմաբազա։
Ես կարծում եմ, որ ամենայն հարգանքով գործընկերների հանդեպ, բայց այնուամենայնիվ այստեղ կա քարոզչական որոշակի կարևոր բաղադրիչ։ Նայեք, նաև հիմք ընդունելով ուրեմն գործող իշխանությունների եւ նաև հաղթած քաղաքական ուժի պատասխանատուներին քաղաքական խոսույթը։ Իրենք ասում են, որ Ռուսաստանի հարաբերությունների սրման չեն գնալու, ընտրություններից հետո այս լարվածության նյարդերի այսպես աստիճանաբար հանգուցալուծումից հետո նյարդային իրավիճակների գնալու ենք ուրեմն դրական երկխոսության։ Սա հայկական կողմի տրամադրվածությունն է։ Հիմա, եթե ռուսական կողմը գնա միակողմանի քայլերի, օրինակ նույն ասենք օրինակ հապկից Հայաստանի հեռացում, որի մասին նշում էր, ԵԱՏՄ-ի հետ կապված տարբեր նոր սահմանափակումներ, օրինակ նույն կամ հարավկովկասյան երկաթուղու հետ կապված, ասենք, արհեստական խոչընդոտում, հա, այն ակնկալիքների, որոնք պետք է լինեն։ Գուցե Հայաստանը պատասխան քայլով իր գործողություններն իրականացնի, որոնցից մեկն էլ կարող է լինել, օրինակ եթե ենթադրենք որոշի գազի գինը բարձրացի, չի բացառում Հայաստանը ռազմաբազայի համար ուրեմն առաջարկի նոր վարձակալության սակագներ, այսինքն փորձի բալանսավորել այս խնդիրները, բայց միակողմանի հայկական կողմը չի գնա, կարծում եմ նման այսինքն նախաձեռնողականություն չի դրսևորի հարաբերությունները սրելու։ Հիմա մյուս հանգամանքը այնուամենայնիվ Հայաստանի շուրջ իրավիճակն այնպեսին է, որ աշխարհակահական կենտրոններից որևէ մեկը այս պահին չի կարող Հայաստանի համար բոլոր կարիքների ապահովման սցենար ապահովել, սկսած անվտանգությունից ավարտած քաղաքական, տնտեսական եւ այլն, հա, որտեղ եթե այդպես լիներ, օրինակ Հայաստանը ինչու պետքա օրինակ Ռուսաստանի հետ մինչև 2022 թիվը եղած համակողմանի համագործակցությունները սահմանափակել եւ փորձել դիվերսիֆիկացնել հարաբերությունները, որտեղ Ռուսաստանը առնվազն անվտանգային մասով այլևս չէր կարողանում իր ուրեմն պարտավորությունները իրականացնել։ Հետո առաջացան քաղաքական խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ այլն եւ այլն։ Նույնն էլ Արևմուտքի մասով մենք չկա մի դերակատար, որը կարողանա ամբողջովին ասել, որ Հայաստանին պատրաստ ենք տրամադրել անվտանգային երաշխիքներ, տնտեսական, էներգետիկ երաշխիքներ եւ այլն եւ այլն։ Երբ որ դա լինի, այդ ժամանակ արդեն այդ վեկտորի փոփոխության հարցը ավելի օրակարգային կլինի։ Իսկ մինչ այդ բոլոր տարբեր հակափաստակները դրանք հիմնականում քաղաքական քարոզչության տիրույթում են։ Եվ վերջում Կիրճ Պետրոսյան, հնարավոր է, որ հաշվի առնելով նաև ընտրության արդյունքները, քանի որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս պայմանությամբ գոնե չունի այն քաղաքական ռեսուրսը, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնի, հա, չկա այդ քվեների չափով այդ քանակը չկա, չի բավականացնում։ Կարող է հայ-ադրբեջանական հարաբերություններում փակուղի տարվի այս գործընթացը, որտեղ Ադրբեջանը պահանջում է սահմանադրական փոփոխություններ, որից հետո միայն կստորագրեն խաղաղության վերջնական պայմանագիրը։ Շատ կարևոր հարց է, կփորձեմ հնարավորինս Կիրճ։ Տեսեք, այնուամենայնիվ ես միշտ եմ գնահատել, որ սահմանադրության փոփոխությունը ավելի շատ արհեստական պատճառաբանություն է եղել Ադրբեջանի համար ժամանակ ձգձգելու, իսկ հիմնական պատճառը ուրեմն խաղաղության համաձայնագիր չստորագրելու, դա կարծում եմ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապուղու խնդիրն է եղել, որը ներկայում թրիփ նախագծի ներքո է։ Այսինքն, եթե թրիփ նախագծի ներքո այնուամենայնիվ Ադրբեջանը այն պայմանավորությունները, որոնք կան Հայաստանի Միացյալ Նահանգների միջև բավարար են Ադրբեջանին, ինչ որ փուլում կարծում եմ Ադրբեջանը կհրաժարվի այս պահանջից, մանավանդ որ այստեղ կա նաև Միացյալ Նահանգների դերակատարման գործոնը։ Առաջին եւ բացի այդ Հայաստան-Ադրբեջան կամ այս դեպքում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ է պայմանավորված նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իրենք ոչ միայն այսպես տարածաշրջանային ինչ-որ խնդրի, այլ շատ ավելի մեծ մասշտաբի խնդրի են վերածվել, որտեղ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը արդեն աշխարհակահական կշիռ է նաև ձեռք բերել։ Դա կարևոր է թե Եվրոպական միության համար, թե Միացյալ Նահանգների համար եւ այս երկու ուղղություններով էլ կարծում Միացյալ Նահանգները թե Եվրոպական միությունը փորձելու է օրակարգում պահել այս հարցը Թուրքիան եւս մղելու, այսինքն ճնշելու Թուրքիային, որպեսզի Հայաստանի հարաբերությունների կարգավորումը բացվեն այդ դեպքում, որովհետեւ Հարավային Կովկասում արևմուտքի ազդեցության հնարավորությունները շատ ավելի
կմեծանան։ Կարծում եմ թրիպի հետ կապված պայմանավորվածությունների արդեն ակնհայտ լինելուց եւ ադրբեջանական կողմի ակնկալիքների արդարացումից հետո գուցե լինի ուրեմն փոփոխություն դիրքորոշման, նախաստորագրումից հետո ուրեմն ստորագրվի, բայց ասենք վավերացումը դեռևս հետաձգ, այսինքն ինչ որ քայլերի կգնան, որպեսզի հետո նաև հնարավորություններ ստեղծեն հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր։